Դպրոցում արդեն զգացվում է վերջին զանգի շունչը, աշակերտների դեմքին կա թե ուրախություն, թե հուզմունք, ամեն քայլի հետ նրանք կարծես վերապրում են դպրոցական տարիների ամենաթանկ հիշողությունները։ Ավարտական դասարանի աշակերտները վերջին փորձերն են անում։ Ուսուցիչներն էլ չթաքցնելով հուզմունքը հետևում են պատրաստություններին, երբեմն խորհուրդ տալով, երբեմն պարզապես ժպիտով նայելով իրենց սաների հաջողություններին։ Խորագիրը այս տարվա վերջին զանգի կրում է բոլոր ճանապարհները տանում են դեպի Չեխովի դպրոց։ Ընտրել ենք տարբեր երկրներ, երեխաները իրենք են ընտրել, ամեն դասարան ինքն է ընտրել դասղեկի նախաձեռնությամբ եւ ներկայացնում են տվյալ երկրի մշակույթը։ Աշակերտների դեմքին միաժամանակ նկատվում է թե ուրախություն, թե հուզմունք։ Նրանք կատակում են ընկերների հետ, լուսանկարվում սիրելի ուսուցիչների կողքին, հիշում դպրոցական ամենաջերմ ու զվարթ պատմությունները։ Սակայն այդ ժպիտների խորքում արդեն զգացվում է հրաժեշտի տխրությունը։ Ուսուցիչներից, երեխաներից տարբեր դասերակցական տարբեր դասեր են քաղել, այսպես ասած։ Հիմա մենք շատ բաներ գիտենք, կյանքի առումով, դասերի առումով, հաստատ մեզ այս 9 տարին շատ բաներ ա տվել։ Մտերիմ դասարան եք։ Շատ։ Սուպվելու եք հետո։ Այո։ Իհարկե։ Չէ։ Իհարկե։ Այո։ Ես հիմա ամենահիշվողը, որ ուրիշ դասարանի երեխաները եկան մեր մոտ ու մենք չեմ մտածենք իրենց։ Ուղղակի հուզված են, որովհետեւ ես հիմա չեմ կարող ասել ինչ է կատարվում իմ հետ, ուղղակի չեմ հավատաց չի գա այսօր վաղը ավարտում եմ։ Տարիներ շարունակ նույն միջանցքով քայլած աշակերտները հասկանում են, որ շատ շուտով այս ամենը վերածվելու է թանկ հիշողության։ Ձեր դասղեկը ասաց, որ փորձել եք փախնել, կպատմեք այդ պատմությունը։ Դե ուրեմն մենք փոքր երեխաներ մտածեցինք, որ փախնելը ինչ-որ լավ բան է նշանակում ու սենց գաղտնի ձևով փորձեցինք, որ մենք կարող ենք դա անել, բայց դե պարտադիր դպրոցի դարպասներից չկարողացանք դուրս գալ, որովհետև Լսել էինք, ուզում էինք մենք էլ հա, դե փոքր եղել Ամբողջ դասարանը փորձեց փախնել։ բնականաբար, եթե մի բան անում ենք, ուրեմն մնաց։ Չէ, եթե անում ենք մի բան, ուրեմն անում ենք միասին։ միասնական բոլորով։ Ես անկեղծ ասած որպես ուսուցիչ իրեն կվկային երբեք նման հարց չեմ տալիս, եթե դասարանում ինչ որ մի բան այն չի լինում, ով է նախաձեռնել, ով է ասել, չես իմանա։ Ապարզունի, ավելի լավ է չհարցնես։ Ուսուցիչները իրենց հերթին աշակերտներին մաղթում են մեծ հաջողություններ, հաստատակամություն եւ հավատ սեփական ուժերի նկատմամբ։ Գիտեք, այսօր 21-րդ դարում ես շատ լավ գիտակցում եմ, որ միայն գիտելիք չի, որ այսօր դպրոցը պիտի հաղորդի, որովհետև շատ լայն են հնարավորությունները զուտ գիտելիք վերցնելու, դրա համար ամեն վարքյան հավատացեք, մինչև այս պահն անգամ ես իրենցից սովորում եմ եւ փորձում եմ իրենց ուղղակի փոխանցել կյանքին պատրաստ լինելու դասեր ավելի շատ։ 5-րդ դասարանից ես իրենց 9-5 դասարանի դասղեկն եմ եւ միշտ փորձել եմ, միշտ ամեն վարքյան, որ կուր կոլեկտիվ ինչքան հնարավոր է ես նպաստեմ, որ դառնա։ Մարդկային հատկանիշները, որոնք կյանքում շատ պետք են լինելու իրենց, փոխադարձաբար զիջում կարծում եմ այսօր բոլորիս է անհրաժեշտ։ Ինչ եք սովորել աշակերտներից այսքան տարվա ընթացքում։ Երևի թե լավատեսություն եւ իրենց աչքերով կյանքին նայելը։ Կցանկանամ, որ երբեք չվախենան կյանքի դժվարություններից, քայլեն վստահ, հաստատակամ եւ չվախենան նաեւ երազել։ Գնան իրենց երազանքների ետևից։ Աշակերտների միջև էլ հնչում են բազմաթիվ ցանկություններ եւ խոստումներ։ Նրանք միմյանց մաղթում են հաջող քննություններ, իրականացված երազանքներ, նոր ընկերություններ եւ հաղթանակներ կյանքի տարբեր ոլորտներում։ Մեր դասղեկի շնորհիվ է, որ մենք այսպես ջերմ ենք իրար հետ։ Այսպես արմորված դասարան ենք, սենց էլ կմնանք իսում, մա միշտ սաղ կյանք իսում, սենց միավորված ենք նելու ու նայերը յուրինային սաղ կյանք հիշելու ենք։ Սա մեր հիշողության համար, որ այս մայկեքը հետո պահենք ու միշտ հիշենք մեզ դպրոցը, որ կյանքում չմոռանանք։ Այո, երեխեքին դասատուներին։ Սովորել ենք չհանձնվել, պայքարել, առաջ գնալ, ազնվություն, համբերություն եւ պայքարել կյանքում, չհանձնվել, մինչեւ վերջ գնալ, քանի որ բոլոր դռներն է բացվում են միշտ։ Դասակիցս սովորել եմ ամենալավ բաները, թե ոնց է կարելի մարդու հետ միշտ լավ խոսալ եւ իմ դասակը շատ հոհակապ եւ հրաշք մարդ է։
Այս օրերին հատկապես հաճախ է խոսվում ապագայի եւ մասնագիտության ընտրության մասին, սակայն նախ երեխաները պետք է սովորեն ավագ դպրոցում։ Ոմանք որոշել են իրար հետ շարունակել ճանապարհը, անգամ ամբողջ դասարանով նույն դպրոց գնալ։ Վերջին զանգը նրանց համար պարզապես տոնական միջոցառում չէ, այն մանկության եւ հասուն կյանքի սահմանագիծն է։ Շատ վառ զգացմունքներ է, որովհետև դպրոցի պատանեկության երևի ամենալավ հիշողություններից է, ու այս վառ օրը, որ մենք պետք է ունենանք, ինձ թվում է շատ երկար տպավորվելու է մեր հիշողության մեջ։ Ամեն դեպքում կարևոր օր է մեզ համար շատ, ոնց որ այս 9 տարին ամփոփվում է մի օրվա մեջ, ու մեր դպրոցում էլ հենց այդ շատ զգացվում է ու վառ օր ենք ունենալու, հենց որ տպավորված։ Միշտ խորհուրդ եմ տալիս, երբեք չդադարել երազել եւ նպատակասլաց միշտ միտված լինել երազանքներ իրականացնելու, երբեք չհուսահատվել։ Շատերի համար հնչող վերջին զանգը դառնալու է նոր ճանապարհի առաջին ազդանշանը՝ լի երազանքներով, նպատակներով եւ նոր հաղթանակների հավատով։ Մարիաննա Արամյան, Մխիթար Մովսիսյան, Արման Սարգսյան, Մեդիահաբ։